Բարլույս Հայաստան, բարլույս հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, քիչ ժամեր է մնացել մինչև մենք իրար հետ հանդիպենք մեր միջոցառմանը, որը տեղի կունենա այսօր հունիսի 20-ին մետրո երիտասարդականի հարևանությամբ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ ժամը 18:00-ին, որտեղ ուրախ կլինեմ ձեզ բոլորի տեսնելու, ձեզ լսելու, մտքերի փոփոխություն անելու եւ մտածենք թե ինչ ենք անում։ Եթե ուշադրություն դարձրեցիք, իմ դոշին փակցված է Հայաստանի քարտեզը։ Առայժմս այս կանը մնացածի մասին կխոսանք սա լինելուց հետո։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի կրճոնը, որը մինչև ընտրություններ փակցրել էր եւ ժողովրդին աչուձախ բաժանում էր, կեղծ իրեն խաղաղությունը տարածելով։ Սիրելի բարեկամներ, ինչ եմ ուզում ասեմ, անչափ շնորհակալ եմ ձեր ջերմությունից, ձեր բարի խոսքերից, ձեր մաղթանքներից, ձեր օգնությունից, աջակցությունից, որ անգամ դուք լինելով Սփյուռքում զանգահարել եք ձեր բարեկամներին, ձեր հարազատներին, հորդորել եք, կոչ եք արել, որպեսզի այսօր մասնակցեն մեր միջոցառմանը, շատերը զանգել են, պայմանավորվել ենք ամեն ինչ, տեսնենք ոնց կանցնի։ Հույսով եմ, որ ամեն ինչ պետք է լինի գերազանց, քանի որ մենք կոմունիստներս ինտելիգենտ ժողովուրդ ենք, կրթված ենք եւ մենք անխորժություններ չենք թույլ տա։ Լրիվ ամեն ինչ օրինական, օրենքի սահմաններում։ Պրովոկացիաներ միգուցե լինեն, բայց այնտեղ լինելու են ոստիկաններ, որ մենք միտինգի սկզբից ես կդիմեմ խնդրանքով մեր եղբայր քույրերին, ոստիկաններին, որպեսզի նրանք, եթե լինեն պրովոկացիոն ինչ-որ մի քայլեր, նրանք արմատախիլ անեն, վայ, չմեռա Նիկոլի բառն էլ օգտագործեցի։ Հիմա տեսեք, մեր էկոնոմիկան, տնտեսությունը այսօր ապրում է շատ ծանր ժամանակներ։ Եվ ինչու՞, որովհետև Ռուսաստանը փակել է իրեն սահմանները գյուղմթերքի վերաբերյալ եւ ոչ միայն։ Մեր գյուղացիները ահավոր ծանր վիճակի մեջ են, վարքերը, մյուսները։ Տարեկան ապառոտը Ռուսաստանի Դաշնության հետ, եթե չեմ սխալվում, $2 միլիարդ էր։ Հիմա այս եվրոպացիների խոստված 50 միլիոն կարծեմ եվրո փող պետքա օգնություն տան, կոմպենսացիա իրանց ասած, եթե կտան թե չեն տա Աստված գիտի, ուզում եմ հարց տամ ձեզ։ Ես միգուցե մաթեմատիկայից վատ եմ, 2 միլիարդ շրջանառությունն է շատ, թե մի անգամ 50 միլիոն եվրոն։ Մեկնաբանեք ինքներդ, ես չգիտեմ, իմ կարծիքով 2 միլիարդը շատ է, քան 50 միլիոն։ Բայց ինչ որից է, հիմա գյուղացին խեղճ չգիտի ինչ անի, եւ տեսեք, մինչև տարվա վերջ, եթե չլինի նոր ընտրություններ եւ չհեռացվի Նիկոլ Փաշինյանը, սարսափելի իրավիճակ է լինելու։ Աղետալի պատերազմը, որ ինքը ասում էր, չի լինելու, բայց տնտեսությունը, դուք տեսեք ինչ վիճակի մեջ է լինելու։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը բացի այս ամենը, ինչ որ այսօր կատարվում է մեր հանրապետության հետ, քիչ հետո կասեմ ինքը ինչպես է անվանել մեր հանրապետությունը, ինքը նոր օրենք է մտածել փոքր եւ միջին բիզնեսի վերաբերյալ։ Ես որ ասում եի մի լսեք սրա լոլոն, մի լսեք, սա վերջի ընտրությունն է սա շանսեր չունի, սա խոցելի խփելու է յուրաքանչյուրին։ Շատերը երևի չէիք հավատում, ասում եք դե ընդդիմություն, դե կոմունիստներն են, բարդացնում են, բայց հիմա տեսեք ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, որպեսի չասեն դեպքից ուտե, խնդրեմ։ Բայց 26 թվի ընթացքում 27 թվի հունվարի 1-ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի այս դրոշմապիտակավորման, այսինքն ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, ամեն ինչը պետք է դրոշմապիտակավորել։ Այն ինչ որ հնարավոր չի դրոշմապիտակավորել, էդ էլ է պետք դրոշմապիտակավորել, որովհետև տենց բան չկա, որ հնարավոր չի դրոշմապիտակավորել։ Տեսակ, դե հիմա հարգելի քույրեր եւ եղբայրներ, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, վայելեք ձեր Նիկոլին։ Սիրելի բարեկամներ, տեսնենք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինչու համար ես քիչ առաջ ասեցի պրոյեկտ է։ Արի ու մի տես, որ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե հայրենիք է, ոչ թե հայոց աշխարհ է, ոչ թե Հայաստան է, ոչ թե պետություն է, այլ պրոյեկտ է։ Դուք չեք հավատում ինձ։
Դուք մտածում եք, որ դա լկտի սուտ է։ Արտուր Ֆարմանյանը, ինչպես միշտ կոմունիստ լինելով, չսիրելով Նիկոլ Փաշինյանի եւ Քանդիր պետությանը, պիտակ է կպցնում ամենայն հայոց վարչապետին։ Միգուցե դուք ճիշտ եք, բայց ես փորձեմ ձեզ համոզեմ հակառակը, քանի որ դա չի ասում Արտուր Ֆարմանյանը, դա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ վայելեք տեսահոլովակը։ Եվ ընդհանրապես այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հաջողված պրոյեկտն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հաջողության պատմությունն է։ Իր բոլոր պարամետրերով, իր բոլոր զոհերով եւ զողություններով։ Տեսակ սիրելի բարեկամներ, ինչ բառեր չեմ գտնում, տգետ ելույթ, տգետ արտահայտություն։ Ինչ է նշանակում Նիկոլ զոհերով եւ զոհաբերություններով մենք ունեցանք Հայաստան պրոյեկտ չի Հայաստանը Նիկոլ, դա հայոց սիրտն ու հոգին է Նիկոլ, դա մեր պատմությունն է Նիկոլ, դա մեր պապերի արունն է Նիկոլ, դա մեր զոհված ազատամարտիկների արունն է Նիկոլ, դա մեր հողն ու ջուրն է Նիկոլ, մեր ամեղ զոհված փուրը տված 5000 կրկնեմ Նիկոլ, քոպես չեմ ասում պլյուս մինուս 5000, 50000, 5 միլիոն երեխեքի արունն է Նիկոլ։ Մի հայի երեխեն դա անգնահատելի է հայ ազգի համար։ Քանի որ այդ երեխեքից կարող էին ծնվեին Վիկտոր Համբարձումյաններ, Չաուշներ, Մոնթեներ, Կարեն Դեմերչյաններ, Անտոն Քոչինյաններ եւ այլն մեր մյուս մեծ հայերից։ Բայց դուք տարար ու լցեցիր եռաբլուր Նիկոլ։ Հիմա Հայաստանից Հանրապետությունը անվանում ես պրոյեկտ իր զոհերով։ Նիկոլ, մի անցի բորդո գծերը, կարմիրը դու խախտել ես, բորդոն մի անցի։ Սիրելի բարեկամներ, այդ կես խաղաղությունը, որ ինքը ասում է, դե ես երեք ասեցի, որ այդ ամսի 18-ին այդ հիմար այդ ապուշները, այդ անվորակ ազգը, որ գոյություն ունի մեր հարևանությամբ, անցկացրեցին, ասեցին Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ եւ այլն, լրիվ տեսել եք, չկրկնվեմ։ Բայց այսօր տեսա մի բան, քիչ անց կասեմ ինչ։ Տեսեք, բոլորս գիտենք, որ այդ չարաբաստիկ, այդ ոչխար ազգը Նիկոլի բարեկամները, դրանք մասնագետ են կացինի, այսինքն կարող են գլխատեն, կացոտոտեն քնած մարդուն, ինչպես եղավ են ամբարոյականի Զավակ Սաֆարովը մեր քնած Սպային Մարգարյանին կացնոտեց, հետո ստացավ ազգի հերոս։ Նիկոլ Փաշինյան դրա ձեռը սխմած կլես, թե չէ, հարց, որը որ եղունգների տակ հայի արյուն է։ Էդ էլ դնենք կողքի, սիրելի բարեկամներ, չնայած դնելու բան չի, բայց արի ու մի տես, Նիկոլ Փաշինյանը իրեն քարոզ արշավի ժամանակ, երբ որ փաթաթվում էր երեխաներին բալիկ ջան, որտեղ եք ապրում, երեխաներ, եկեք ձնագնդիկ խաղանք, պատերազմը վատ բան է, խաղաղություն է եկել, ձնագնդիկ ավելի լավ բան է, բայց կողքի պետությունը Նիկոլ Փաշինյան չի ասում իրանց երեխեքին, արի ձնագնդիկ խաղանք։ 4-րդ դասարանի դասագրքում էնել աղջիկ երեխայի, տղա ալեր էլի ուրիշ բան։ Նկարը, հենց հիմա կտեղադրեմ, կտեսնեք, որ չասեմ լեկտեսուտը, ցույց են տալի հետևից, ինչպես է պետք կացինով սպանել հայ զինվորին։ 4-րդ դասարան, ժողովուրդ ջան, 4-րդ դասարան աղջիկ երեխա։ Մենք ասում ենք, մենք չէ, Նիկոլ Փաշինյանը, բալիկ ջան, խաղություն է եկել, բայց դու ինչ են մանկապարտեզ դպրոցներ տեսել եք ինչքան, բայց ասֆալտը իսկ նրանք ասում են էսի թշնամի կացինը վեկալ ու հետևից խփի, որպեսզի չասեն լկտի սուտա, խնդրեմ սիրելի բարեկամներ։ Նիկոլ Փաշինյան խաղաղությունը, դրանց այդ երեխեքը արդեն պատրաստվում են հային կացնոտելու, մորթելու, ու խաղաղությունից ես խոսում, չնայած ճիշտ ես անում, այդ է տված քեզ, որ դու դա անես, չէ, իրենց ծրագիրը կատարում ես։ Այդքանն էլ այս մասին, սիրելի բարեկամներ, տխուր էպիզոդ է, իրոք տխուր էպիզոդ է եւ շատ մտահոգիչ, ասենք նորմալ մարդու ուղեղը
չի կարող սա ամեն ինչը ընդունել։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ մի փոքր, քանի որ այսօր մեր այդ հանդիպումն է, ուզում եմ մի փոքր ձեզ հետ կիսվեմ իմ մտքերով խորհրդային տարիներից, ինչ ենք ունեցել եւ ինչ ունենք այսօր։ Օրինակ տեսեք, ունեցել ենք անվճար ուսում խորհրդային տարիներին կոմունիստական իշխանության ժամանակ։ Բժշկություն, բարիություն, սեր եւ միաբանություն, հարգանք միմյանց դեմ։ Ես հիշում եմ, որ հարևաններով, բարեկամներով հավաքվում էին ուրախ, զվարթ, քեֆ, ուրախություն, եթե աշխատանքից են եկել, մեր մեծերը հավաքվում էին, նարդի, խաղում էին, տարբերություն չկար ով երեխենա, ծնողի պես վերաբերմունք։ Հիմա մտնում ես թաղերը, մարդիկ եկան մեքենայով կանգնել, всё, ամեն մարդ իր տաներով, չկա, փողոցներն են մեռած։ Դա ինչի հետևանքն է։ Դա հետևանքը նրան, որ 91 թվին իշխանության եկան անտի-հայերը եւ շարունակվեց այդ տրադիցիան մինչեւ Նիկոլ եւ մասնատեցին ազգը։ Չկա ոչ հարգանք, ոչ սեր, ոչ միաբանություն, ոչ մի բան չկա։ Կա մի հոգի, ընդամենը, որ սիրում է բոլորիս։ Նիկոլը որ ասում է, ես ձեզ բոլորից սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առջև, ծնկի եմ չոքում, ես ասի, всё, արգազմը ապրավ Նիկոլը, այսօրվա արգազմը ապրավ։ Մի հատ սիրողը Նիկոլն է, մնացածը մեկը մեկին չեն սիրում, ժողովուրդը մեկը մեկին նախանձում, ատում, վիրավորում, տարիքային բարիերը կորցրած վիճակ։ Ես այս տարիքիս մարդ, ինձանից մեծ մարդ ինձի ասի հələ մի հատ վազելով գնա խանութից մեկ տուփ թեկուց սիգարետ բեր, եթե չգնամ ինչ ուզում եք ասեք, բարեր չօգտագործեմ։ Հասկանում եք։ Դա դաստիարակություն է, որը որ ցավոք սրտի այսօր չկա։ Եվ գիտեք ինչ, կար մի քաղաքական գործիչ Ռուսաստանի Դաշնությունում, որի անունը Վլադիմիր Ժիրինովսկի էր։ Վլադիմիր Ժիրինովսկին անտի-սովետ մարդ էր։ Բայց նա սիրում է Ռուսաստանի միաբանվածությունը։ Քիչ հետո ես կտեղադրեմ, ինչ է նա ասել խորհրդային միության մասին, արդեն մահանալուց առաջ, բայց հիմա լսենք մի հատ երգ, որտեղ որ մեր այսօրվա իրականության մասին է, թե ազգը ուր են հասել է, խնդրեմ։ Սևակի ասած, քչից էլ քիչ ենք, հերիք է արդեն, իրար մի սուտենք, հիշեք խոսքս այս, աշխարհում անտեր, հայրն է լինելու, էլի հային տեր, մի բաժանեք մեզ չարացած հայեր, չէ որ արյունը նույնն է մեր, մի բաժանեք մեզ չարացած հայեր, չէ որ արյունը մեկն է մեր, հայը ներսի կամ դրսի չի լինում, հայը լինում է կամ էլ չի լինում, ու կապել չունի, որտեղ է ապրում, եթե իր ներսում դեռ հայրն է ապրում։ Տեսակ, սիրելի բարեկամներ, ոչ ավելացնելու, ոչ պակասացնելու բան կա։ Հիանալի երկ, հիանալի բառեր այսօրվա կյանքի վերաբերյալ։ Հիմա ինչ վերաբերում է Վլադիմիր Ժիրինովսկուն, Վլադիմիր Ժիրինովսկին իրեն քաղաքական կարիերան սկսեց, որ նա սկսում էր բողոքել խորհրդային միության տարիներից, կոմունիստները սենց են արել, նենց են արել, կեսը ճիշտ, կեսը սուտ, ճշմարտություն եղել են բառերի մեջ, նա բոլոր սխալները, ինչ որ եղել է խորհրդային տարիներին, Ժիրինովսկին բարձրաձայնել է եւ ես իրեն շատ շնորհակալ եմ դրա համար, քանի որ մեր նոր սոցիալիզմը, նոր կոմունիստական այս գաղափարախոսությունը, հայկական կոմունիզմը, որ մենք սարքել ենք մեր ծրագրով, մենք այդ սխալները հաշվի ենք վերցրել, քանի որ նրանք եղել են արդար։
արդարացի նկատողություն է արել Վլադիմիր Ժիրինովսկին։ Իսկ մահանալուց առաջ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է հետևյալը, մի հատ դեբատներ են եղել այնտեղ կարծեմ, որպեսզի ես չցիտեմ ինչ է ասել, այն որ ասում է լավ մի անգամ տեսնես, քանց թե 100 անգամ լսես։ Խնդրեմ, Վլադիմիր Ժիրինովսկի вայելենք։ 100 раз пускай мне заткнут рот при советской власти. Я хочу жить при советской власти, в Советском Союзе, не выезжая за рубеж. И нас большинство. Вас бы посадили Можете при советской вы, власти. вы, грязное меньшинство, или в уехать к психбольницу. чертовой матери из нашей страны. Согласен, сейчас больше свобод. И что? Миллионы людей брошены за границей. Наши девушки на панелях по всем домам публичным. Вот это свободу вы нам дали. Те девственницы были перед выходом замуж. Извините, понимаете? здесь уже я вынужден протестовать, Что? как человек, который жил в Что? Советском И Союзе. что? Не все девушки до выхода А не замуж надо с были такими девственницами. общаться. Но не все были. У меня в классе были только девственницы. Когда вы говорите про свободы, нашего посла на землю кладут и топчут ногами это в Катаре. оскорбительно, это Вот эта правда. свобода нужна нам. Попробуйте косо посмотреть на чрезвычайного полномочного посла Советского Союза. Обосрешься сразу. Так, Как вы сегодня, Вот что было. как мы сегодня легки. И я приезжал, Словесность, ужас. советский паспорт, они стояли все пограничники. Пожалуйста, проходите, пожалуйста, пожалуйста, пожалуйста. Ладно, А сейчас стоит вы сейчас и договоритесь, говорит, что и несмотря говорит. на свободу, У нашу вас передачу будут титаризм. показывать в Сейчас 3 утра. Давайте аккуратнее к словам. Отпечатки пальцев берут в американском посольстве. Мы что, преступники, что ли? Свобод стало больше, но цена их – тюрьма, насилие. Мавроди появились, тоже свобода. Понятно. 9 миллионов беженцев, тоже свобода. Спасибо, Владимир. Распад семей, болезни. Мы не знали этих болезней. Какова цена? А? То есть Это вот цена. она, цена А эти свободы. межнациональные конфликты каждый день, каждый час. Տեսակ սիրելի բարեկամներ, տեսակ անտիսովետչիկ Վլադիմիր Ժիրինովսկի, անտիկոմունիստ Վլադիմիր Ժիրինովսկին ինչ է ասում եւ ինչ երանդով է ասում։ Երևում է որ մարդու սիրտը մռմռում է եւ նա իրեն արածի համար, իրեն խոսածի համար նա այսօր զղջում է։ Ինչպես երևի զղջում են շատ շատերը նաեւ Հայաստանից Հանրապետությունում։ Երիտասարդությունը չի հասկանա այդ ամենը, քանի որ չեն տեսե։ Իսկ մենք մեծերով այդ աշխատանքը չենք տարել ժողովրդի մեջ, որ ժողովուրդ ջան, պատմեք երեխաներին, լավի մասին պատմեք, վատի մասին պատմեք, թող երեխաները երիտասարդությունը իմանան իրականությունը իրենց պատմության։ Բայց չէ, լռել ենք, օրվա յորա ապրել ենք, ինչպես կասեն ժողովրդի մեջ։ Այսօր հացը կա, ջուրը կա, Նիկոլը խաղացունա բերել լավ է։ Մենք չենք աշխատել մեր երիտասարդության հետ։ Դրա համար այսօր ցավոք սրտի մեր երիտասարդությունը տեղյակ չի, թե կա երկրորդ լավ կյանքը, որը որ իրենց ծնողները, իրենց տատերը եւ պապերը ունեցել են 70 տարիների ընթացքում խորհրդային միության ժամանակ։ Այդտեղ կա նաեւ սիրելի բարեկամներ, մեր կոմունիստների մեղքը։ Մեր մյուս կոմունիստական կուսակցությունները, ովքեր կան, դե ինչպես գիտեք, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը 3 տարեկան է ընդամենը, բայց խորհրդային միությունից մնացած կոմունիստական կուսակցությունը ցավոք սրտի քնած է եղել, երևի ինչ որտեղ հուսաթափված է եղել եւ իրեն ինչ միգուցե պարտված է զգացել, բայց դա այդպես չէ։ Կոմունիստական կուսակցությունը կա, եղել է եւ կլինի։ Իսկ երիտասարդների հետ աշխատանքը դա ամենօրյա ծրագիր պետք է լինի յուրաքանչյուր մեծ մարդու հետ։ Յուրաքանչյուր մեծ մարդու համար, որպիսի դաստիարակվի, կրթվի երիտասարդությունը, այսօրվա երիտասարդությունը։ Իսկ ինչու շատերը չեն ընդունում միգուցե եւ չեն հասկանում կոմունիստերին։ Մի մարդու օրինակով, մի մարդու բնավորությունով, որը որ ես չեմ ասել, ես կարող եմ բացատրել, կարող եմ պատմել, բայց մի երիտասարդ տղա մի մարդու օրինակով ցույց է տալի, թե ովքեր են կոմունիստները։ Եկեք լսենք ինչ է ասում նա, եւ ես հետո մեկնաբանեմ, խնդրեմ։ Человек, который говорит слишком много правды, в конце концов начинает разговаривать сам с собой. Правда неудобная. Люди не любят слышать то, что разрушает их иллюзии. Ты говоришь как есть,
тебя назовут жестоким. Указываешь на ошибки, становишься токсичным. Не врешь, что все хорошо, отталкивают. Потому что большинство хочет сладкой лжи, а не горькой правды. Если ты продолжаешь говорить правду, ты остаешься один. Люди уходят. Не потому, что ты плохой, а потому, что ты зеркало, в которое неудобно смотреть. Но знаешь что? Лучше разговаривать с собой, чем врать толпе. Лучше остаться одному и честным, чем в окружении лжецов. Правда – это цена одиночества. Но это единственная цена, которую стоит платить. Սիրելի բարեկամներ, այո, դառը իրականությունը ոչ մեկ չի ուզում ընդունի։ Ժողովուրդը ուզում է քաղցր ստերով խափնված լինի, քանի որ նա սպասում է այդ էլյուզիային, այդ միրաժին։ Բայց սիրելի բարեկամներ, հիշեք մի բան, պրոբլեմը միայն լուծելով է դառնում զրո։ Եթե կա խնդիր, այդ խնդիրը պետք է լուծես։ Եթե այդ խնդիրը դու չլուծես, նա տալիս է արմատներ եւ դառնում է ավելի բարդ եւ ավելի մեծ խնդիր։ Լավ է լսեք իրականությունը։ Հիմա այսօր մենք հունիսի 20-ին ժամը 18:00-ի միասին կհանդիպենք։ Դուք հնչեցնեք ձեր խնդիրները, երկրի, մեր երկրի խնդիրները, ոչ թե պրոյեկտի Նիկոլ Փաշինյան, մեր հայոց աշխարհի խնդիրները։ Եվ մենք միասին իրար հետ շփվելով, իրար հետ բանակցելով մենք կմտածենք ինչպես կարող է լուծվել այս խնդիրը։ Իսկ լուծումը ես տեսնում եմ հետևյալը։ Նիկոլ Փաշինյանը նետել է ձեռնոցը դեպի ընդդիմություն։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ես Արտուր Ֆարմանյան ընդունել եմ այդ ձեռնոցը։ Այսօր դրա համար այդ միտինգը կայանում է։ Սիրելի բարեկամներ, միասին եկեք մտածենք։ Նա ասում է, որ ընդդիմությունը լեգիտիմ չէ։ Ես ասում եմ, որ նաև լեգիտիմ չէ իշխանությունը, քանի որ այդ բազմաթիվ խախտումները, որը որ մենք տեսել ենք, զինվորականները գիշերվա 2-ին, մյուսին, հետո ընտրություններից 4 ժամ հետո հայտարարություն, որ մենք հաղթել ենք, դա բոլորը լեգիտիմ չեն։ Ուրեմն ինչ է նշանակում։ Պետք է գնալ նոր ընտրությունների։ Այսօր ընտրված ընդդիմությունը ձեն չի հանում։ Ոնց որ բան չի եղել, դատարան ենք տալու, սա ենք անելու, այն տղեկ ջան, խոսալով գործը առաջ չի գնում, անել է պետք։ Եթե դուք վախեցած եք, Նիկոլ Փաշինյան որ ասես թող խլել եմ փողոցներ, կոչ եմ անում, հենց ջողջողելու եմ, ապա ժողովրդական կոմունիստական կուսակցությունը չի վախենում։ Ինչպես կարելի է վախկոտից վախենալ։ Ես չեմ հասկանում։ Դրա համար նոր ընտրություններ, իմ կարծիքով դա ամենալավ լուծումն է այսօրվա դրությամբ հայտարարվել նոր ընտրություններ։ Մենք Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը թույլ չենք տալու, որ 51% պլյուս մեր հայրենակիցների ձայները հաշվի չառնի իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը այսօր սահմանադրական փոքրամասնություն, սահմանադրական մեծամասնություն չէ։ Եվ ըստ մեզ հասած լուրերի նա աղաչում եւ պաղատում է Ալիևին, ասում է չեմ կարա փոխեմ սահմանադրություն, քանի որ չունեմ այդ մեծամասնությունը։ Ուրիշ ինչ անեմ աղբորս համար։ Տենց էս ասում Նիկոլ, ոչ մի բան չես անելու Նիկոլ։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը պատրաստ է ընդունել իշխանությունը։ Ոնց ես ցանկանում։ Ցանկանում ես նոր ընտրություններով, մենք կմասնակցենք ընտրությունների, Նիկոլ Փաշինյան։ Բայց դու այլևս չես կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մեծամասնությունը դեմ է ձեր իշխանությանը, դեմ է ձեր կուսակցությանը, դեմ է ձեր վարած քաղաքականությանը։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանա։ Հույսով եմ կհանդիպենք, հույսով եմ կշփվենք, հույսով եմ, որ մեծ պոզիտիվ, մեծ դրական էներգիա կփոխանցենք միմյանց, կմտածենք ինչ ենք անում մեր հաջորդ քայլերը։ Այսօր ինձ թվում է կլինի շատ բովանդակալից եւ հետաքրքիր հանդիպում։ Մեկ անգամ եւս թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ մեր Սփյուռքում գտնող հայրենակիցներին, ովքեր կոչով դիմել են իրենց հարազատ բարեկամներին, որպեսզի նրանք գան այսօրվա միջոցառմանը, իսկ իրենք ասել են, որ իրենք հետևելու են մեզ եւ հոգով եւ սրտով նրանք մեր կողքին են, բոլորիս կողքին են։
Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, մի քանի ժամից մենք հանդիպենք եւ ավելի մանրակրկիտ կխոսենք։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքս, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Գեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, որ ԿՊԱ-կանները ընտրություններից հետո մոռացան ձեզ։ Լավ եղեք, սիրելի բարեկամներ, մինչև հանդիպում, հույսով եմ ամեն ինչ լավ է լինելու, Աստված բոլորիս պահապան։